Ծնվել եմ 1990 թվականի հունվարի 30-ին քաղաք Արարատում 5 տարեկանից զբաղվել եմ բռնցքամարտով, հայրիկս մարզիչս եղել։ Երկար տարիներ զբաղվել եմ եւ շատ հաջող մարզիկ եմ եղել։ 2011 թվականից եղել եմ մարզիչ մինչև 17 թվականը։ 2011 թվականին ամուսնացել եմ, ունեմ 2 երեխա, պատերազմը երբ որ սկսավ, հայրիկս արդեն երաս պոստերում էր ամսի 27-ից, եղբայրս 3 ամիս էր բանակից եկել էր եւ ինքը պիտի որոշեր, ինքը եթար պատերազմ, թե չէ, եւ ինքը կամավորագրվա, որտեղ բանակից նոր վերադարձածները չեն մասնակցում, ինչքան գիտեմ ինչ-որ հատված։ Եղբայրս ամսի 28-ին կամավորագրվավ, ուզում էի հետը գնայի, բայց հարգելի պատճառներով բանակ չեմ ծառայել եւ ինձ ոնց որ չթույլատրեցին ես գնայի։ Ամսի 29-ին երթվյալ ազատամարտիկների ջոկատով գրանցվեցի, երթվեցի Մահապարտ, պատրաստվեցի, որ գնամ, բայց գնալու հատված ամենակյանքիս ամենադժվար հատվածներից մեկն է։ Ինձ թվում է բառեր կային դժվար, որ կյանքում մարդիկ չեն կարող այդ բառերը ասեն, դրանցից մեկը, որ ես ասացի կնոջս։ Կամանց շրջվելով, անգամ երեսին չնայելով ասացի չմոռանաս ինձ։ Ամսի 28-ի գիշերը պես ասել գնաց պատերազմ, ու այդ ժամանակ արդեն տագնապ ինձի սպանում էր, որ ոնց ես չեթամ, իմ պարքը բավանի։ Ու ամսի 29-ին արագ հասա Ջաբրայել։ Ես մի տեղ էի, որ ընդհանրապես պատկերացում չունեի դրանից։ Ես բոքսի ռինգի մեջ չէի, իմ առօրյա ապրելակերպի մեջ չէի, ես պատերազմի մեջ էի, որ անգամ չգիտեի զենքը ոնց է լիցքավորվում, բայց տենց դուխ ունեի, որ պիտի գնամ ու այն երեխեքը, ովքեր որ թե վիրավորում ունեին ու հետ էին բարձրանում մարտի, իրանց աչքերը գիտեք ինձ ինչ էր, ոնց էին կանչում ինձ, ու ես էլ մի քիչ չափսերով մեծ էի, սպորտսմեն, իրանք տենց ոգևորվում էին, գիտեին, ես ինչ հատուկ ջոկատից եմ ես։ Ու իրանց հետ բարձրացանք Ջաբրայիլ, բարձրացանք, չեմ հիշում պոստի անունը, բայց առաջի լինիան էր։ Մտանք մարտերի ու ոնց որ մի անգամից կյանքս ուրիշ ունի մեջ գնաց, ճիշտ է, դժվար էր այդ ամեն ինչը, բայց մի անգամից համակերպվամ արդեն ես ինձ լավ զգում էի, խրամատի մեջ արդեն մարտերին մասնակցում էի, ունեի պեկա, ակայեմ ունեի, 2 զենք ունեի։ Ամսի 1-ից ամսի 2-ը լուսադեմի 4-ին հանգարց զգացինք, որ 4 կողմս կանաչ դրոշներ Ադրբեջանի ու շրջափակման մեջ ենք։ Լուսադեմի 4-ը դեռ չկար իշքան հիշում եմ ու մի անգամից բռնկվել ենք թեժ մարտերի, որտեղ իրանք ահավոր մոտիկ էին, նահանջ արվեց ու 2 ընկերներս մնացին դիրքում ու ես նահանջի կեսից, որ տեսա չկան ընկերներս, որոշում կայացրեցի, որ հետ բարձրանամ։ Ու ինքան դժվար էր այդ հատվածը, որ պիտի բարձրանայի իրանց հետևից ու ոնց որ ընտանիքս ասեր մի գնա կամ չգիտեմ կախված լներ ինձանից, բայց հիշում էի, որ տարիների ընթացքում պապաս միշտ պատմում էր, որ ինքը իր ընկերներին ոնց է վիրավոր հանել 90-ական պատերազմին, իրան ոնց են օգնել դուրս հանել, ու հետի մեջս ոնց որ տենց տպավորված լիներ ու ասում էի ես չեմ լինի այն մարդկանցից, ովքեր որ թողեն։ Ու բարձրացամ մոտ 150 մետր հետ բարձրացա պոստեր սարեր ինքը։ Տեսա ընկերներս դիրքավորված են, հետ մտանք 3 հոգով, նորից լինիա, ու արդեն մի լինիայի մեջ համ մենք էինք, համ ադրբեջանցիք։ Ու 3-ով տենց խրամատի կողով, չգիտեմ ոնց գնացինք, ընկանք հրետակոծման տակ, հրետակոծման ժամանակ տենց ամեն գրադի պայթունից, հենց որտեղ որ պայթում էր, վազում ենք այդ փոսի մեջ էինք մտնում տենց,
ինչ որ հատված եկանք երևի մոտ 1 կիլոմետր ուրիշ կողմ են գնացել, հետո հասկացանք Մինապոլիայի մեջ ենք։ Հետո որոշեցինք երեքով, որ նստենք մի գոնե 5 րոպե հանգստանանք։ Ընկերս պատստվոլնիկի սնայրատներ կար աջ կողքս, ասեց ուղակի տենց անկանոն մի լցրայ տոպրակի մեջ։ Սիրուն դասավորի, որ հանկարծ ինքդ քեզ շպայթացնես, այդ ժամանակ վերցրեցի, դասավորեցի ու միանգամից այս մտքիս մեջ բա որ հիմա մեռնեմ, դժոխք կգնամ ու Աստծուն ասի Տեր Աստված, որտեղ այնքան մահ էի տեսել այդ ժամանակ, որ էլ ասելու չէր։ Անընդհատ մարդիկ մահանում էին կողդ, դիմացը չէր հասցնում օգնել։ Սենց մի ակնթարթ ուղղակի Աստծո հետ սկսեցի մտովի խոսամ, ասի Տեր Աստված, պատրաստ եմ հենց հիմա ամենաթանկ ցանկություններս զոհաբերեմ, եթե ինձ հնարավորություն տաս մեռնելուցս գիտակցաբար ապրեմ, որտև սրտիս մեջ կար, որ աշխարհի ամենամեծ ու գեղեցիկ աղոթքը անեմ հայր մերը։ Մեռնելուցս առաջ կուզենայի էդի ասեի։ Ու սենց մտքիս մտորումների մեջ ասեցի պատրաստ եմ, կնոջս հետ չխոսամ, ընտանիքից ոչ մեկի հետ չխոսամ, ու էդի դնում եմ զոհաբերության սեղանին ու ասի մենակ ուզում եմ գիտակցաբար ապրեմ, մի րոպե, որ հասցնեմ աղոթեմ։ Այդ ընթացքում շրջվեցի, ինքերս ասեց կասկետ դզի գլխակից վրա, գլխակս դրեցի, ձմեռային գլխակ ունեի, կասկեն լավ ամրացրեցի գլխիս, ասի դու էլ դիր կասկեն, ասեց չէ, նորմալ է, ու այդ պահին գոռացին պայթուն աչից, ես էլ չգիտեի պայթուն աչից ինչ է։ Իրանք դիրքավորվան, ես էլ դիրքավորվա դեպի պայթունը։ Ու այդ պահին ես տեսա սնայրադի իջնելը ոնց էր ինքը գալի ուղղակին վրա եւ պայթունը տեղի ունեցավ։ Ոտքերիցս մոտ 50 սանտիմ հեռու։ Չեմ կարող ասեմ ինչքան եմ անգիտակից մնացել։ Բայց որ ուշքի եկա դաժան տեսաներ։ Մի ինքերս զոհվել էր, մի ինքերս զոհվելու ճանապարհին, հա, ասենց ասեմ։ Ինձնից էլ բավականին մեծ քանակությամբ աղնոսում էի շատ ու հասկանում էի, որ չեմ հասցնելու ոչի բան։ Մի անգամից հիշա, որ հիմա գիտակցությունս տեղս է, այսի Աստծուց, որ խնդրել եմ հետա։ Արագ սկսեցի հայր մեկն ասեմ։ Գիտեք, այնքան վատ էր, որ արագ ասելու ժամանակ հայրմերի բառերը մեկ-մեկ մոռանում էի։ 3 անգամ փորձեցի հայրմերն ասեմ, որ 3 հայրմերի մեջ գոնե ինչ-որ բառ բաց թողած լինեմ մյուսի մեջ։ Ամեն անգամ հայրմերը հենց ասում էի Տեր Աստված, էսի այն հնարավորությունն է, որ դու ինձ տվեցիր։ Ու հենց հայրմերը վերջացրեցի, 3 անգամ հայրմերը ասեցի, հասկացա, որ դեռ հնարավորություն կա փրկվելու, ընկերոջս մեկ էլ իմ կյանքը։ Այդ ժամանակ գոռացի բարձր, ինչքան որտեվ ես իմ ձայնը չէի լսում, ականջներս վնասվել էր։ Գոռում էի օգնեք, վիրավորենք ու հանկարծ մարդիկ հայտնվան 6 հոգի մեր հայ զինվորներից էին։ Ասի քանի ինքերս չի զոհվել, Տարեկյան, որտեվ գլխի վիրավորում ուներ, որոնը բավականին արագ ժայթքում էր։ Այդ ժամանակ 4 հոգի ինքերոջս տարան, 2 զինվորներ շատ փոքր չափերի մնացին, ես էլ որ ամբողջ արյունով պատված էի, ոնց որ չէին հասկանում երիտասարդ եմ, ծեր եմ, կեղտոտ, տենց ասում էին հոպար ինչ անենք ու համար, ասում էի գնացեք։ Ես չէի լսում, հասկանում էի ինչ էին ուզում անեին։ Իրանք օգնեցին, որտեվ գլխիս կասկեն ծռվել էր գլխիս վրա, չէին կարողանում հանեն, ասկուլկեքը գլխիս էլ էին կպել։ Այդ թեժ ժամանակ այնքան շատ էր պայթունը տեղի ունենում։ Իրանք ասենց ոնց որ վախեցան, բայց ասացին չէ, քեզ կփրկենք ու որ քաշով ծանր էի, չափերով մեծ էի, իրանք էլ չափսերով փոքր էին, չկարացան ինձ բարձրացնեն, հետո ոտքերս որ շատ վնասված էր, ես չթողեցի, որ ոտքերիցս բռնեն։
իրանք մեջքից հատվածից ուղղակի 3.5 կիլոմետր ամբողջ սարը քաշ տալով իջացրել են ու այդ իջնելու ընթացքում տենում էի, որ նորից սնայրադ է գալի, գոռում էի սնայրադը, իրանք դիրքավորվում էին, պայթուներ, հողերը լցվում վրայից, նորից գալի հանում էին, նորից սնայրադը պարկում էին կողքս, որ ինձ էլ վնաս չլինի, իջացրեցին, մի հատ հրամանատարական հարցրեցին անունդ ոնց է, ասեցի Պողոս, հենց իմ հայրենով ճակատս ամենամաքուր հատվածներ գրեցին Պողոս Արարատ, հետո հարցրեցի, չեմ հիշում ում, որտեվ իրանք բոլորը տե զոհվել են։ Հարցրեցի այդ ինձ մոտիկ մարդկանցից, ասեցի կապրեմ ես, ասեց ամեն ինչ նորմալ է, ասեցի մի խաբեք, փոխանցելու բան ունեմ։ Նայեց դեմքիս, սենց ցավոտ ժպիտով ասեմ, ասես չէ, չես ապրի ախպեր, ու հիշում եմ, որ ուշաթափվել եմ ես այդ ժամանակ։ Էդի ամենադժվար բառն այլ է կյանքիս մեջ, որ լսել եմ, որ վсё իմս այդքանն էր։ Հիշում եմ արդեն, որ ուշքի եմ եկել, ոչ մի ֆունկցիաներ չէր շարժվում, ոչ կարում էի ոտքերը շարժեի, ոչ կարում էի խոսալ, մենակ շատ չնչին լսում էի, որ նա ասում էին ոչ մի բան մի արեք, թող չտանջվի, մեկա չի ապրի։ Այս խոսակցությունը ոնց որ անընդհատ կրկնվում էր ու ինձ դրեցին միտեղ, որտեղ որ մարմիններ կային ու իրանք չէին հասկանում ես ողջ եմ, թե ողջ չեմ։ Ու դեմքս սենց մի հատ այնց հատվածով էր, որ դիմացը շատ հեռու ժամացույց կար։ Ու ամեն անգամ հենց գիտակցության գալիս էի, տեսնում էի ժամացույցը, որ ոնց որ կանգնած լիներ։ Ու վարկյանները իմ համար ժամեր էր թվում։ Եվ այդ ժամանակ ոչ մեկ ինձ որևէ օգնություն ցույց չի տվել, որտեվ երկար ժամանակ պարկել եմ։ Մինչև կյանքս փրկող Ֆերշերը Ստեփանյան Արամը, որ տեսել է ինձ։ Մոտ 6-7 ժամ մենակ խնդրել եմ Աստծուց, որ ջուր տա խմեմ։ Բայց արդեն եկել էր մի պահ, որ էլ ցավ չէի զգում։ Ընդհանրապես էլ ցավ չէի զգում, չգիտեմ, միգուցե շատ արուն կորցնելուց էր, բայց վախ կար, վախը մենակության, որ մենակ եմ։ Ինձ թվում այդ ժամանակ, եթե հարազատներիցս մեկը լիներ, կմահանայի։ Ու մենակ մտքիս մեջ կար մի բան, արած ու չարածի համար էի ափսոսում, ում արեցի, որ պիտի չանեի, ում չարեցի, որ պիտի անեի։ Չգիտեմ, դրա մեջ ամեն ինչ է մտնում։ Մարդիկ կային, որ չէի ներե ու վախենում էի, հեսա ես չեմ ների, որտեվ չեմ ներվի, որտեվ Աստված չի ների, որտեվ չներեցի։ Հայր մեր ոնց է, ներիր ինձ ինչքան ես եմ ներում։ Ու սենց այս կռիվների մեջ ու ժամը 5:30 երևի, իշքան հիշում եմ 6-ի կոմերը։ Կյանքս փրկող Ֆերշերը տեսավ մարմինների մեջ, որ աշկիցս արցունք է եթում ու ինքն է ինձ դուրս անեց Ստեփանյան Արամը, հերոս տղա է։ Շատ հարյուրավոր մարդկանց է փրկի։ Ու որ եկավ ճակատիս կարդաց Պողոս Արարատ, ինքն էլ Արտաշատից է, ասեց ես իմ զեմլյակն է, պիտի փրկեմ։ Հիշում է սենց իա տագնապը, որտեվ այս ժամանակ ամեն ինչ սենց ուզում էի բան անել, որ ինչ-որ մեկը օգնի ինձ, որտեվ այդ կռիվը մեջս կար ու որ բերեց, տենց հագուստս հանեց, կտրելով սենց որոշ չափի, որ տեսավ վիրավորումս, հետ գնաց նստեց, ասեց չենք կարա փրկենք այս տղուն։ Ես չէի կարում այդ ժամանակ խոսայի, ուզում էի գոռայի, ասեի ախպեր կարաս փրկի։ Այդ ժամանակ որ տեսա լացում եմ ու ասես չէ, պիտի փրկենք։ Ու այդ ժամանակ կաթիլային միացրեց, հիշում եմ, չէր կարողանում երակ չունեի, որտեվ 6-7 ժամ օգնություն չէի ստացել ու սկսեց կռիվ անել իմ համար, որ այս տղուն պիտի դուրս հանենք ստերից։ Բայց հնարավորություն չկար դուրս հանելու, որտեղ ոչ մի տեխնիկա չկար, ոչ մի բան չկար, ոչ շտաբ օգնություն,
սնայրատների պայթունները լիքը լինում էր, ասես բեմպե կա, այս բեմպեն այս ինչ տեղն է, եթե բեմպեով դուրս անենք, կապրի այստեղեն ու բեմպեն բերեցին, մի քանի վիրավորներ էլ կային, ինչքան հիշում եմ։ Հենց բեմպեի մեջ ինչքան ուժ ունեցա, հավաքեցի, գոռացի նոր կտակ արանս, որտեվ երբ որ պատերազմ էի գնում, կինես նոր կտակարան դրեց ու դրել էի տոցագրպանս։ Վազելով գնաց, շորերիս միջից նոր կտակարանս ճարեց արունոտ, բերեց, դրեց կրծքավանդակիս, հետո հետ վերցեց, ասես թող ես էլ մեր մոտ մնա, որ մենք էլ փրկվենք։ Հետո ես դուրս հանեցին, բեմպեով իջացրեցին, հետո իմացա, որ իմը տեից շարժվելուց հետո իրանք զոհվել են այդտեղ բոլորը։ Ու Ստեփանյան Արամը ընկերներին վիրավոր դուրս հանելուց էր զոհվել։ Հետո ինձ բերեցին բեմպեով հրամանատարական բունկեր, ինչքան հիշում եմ։ Բեմպեի միջից դուրս հանեցին, կամիկաձեն խփեց բեմպեին, բաց ինձնից զոհան մնացածը։ Միակ հատվածն այլ է, որ ուզեցել եմ զոհվել, որ պատրաստ էի մեռնել, որ իմ համար մարդիկ զոհվում են ու ես ապրում եմ հələ խառ, այն որ շատ ահավոր վիճակ էր, էլի վիրավորներ կային, բայց ծանրը ես էի, որտեղ ինձ արհեստական շնչառություն էին տալի ու մի հատ զինվոր անդադ կանգնած ձեռքս բռնած, ձախ ձեռքս, որտեղ քիչ էր վիրավորված, ասում էր չքնես, կմեռնես։ Հենց այդ մեռնելը լսում էի, զարթնում էի ու պատրաստ էի ևս 10 ժամ չքնեի։ Տենց հնարավորություն ելավ, Վիլիս կար, Վիլիսով պիտի դուրս բերեին։ Այդ ժամանակ գիտեք, սա ուզում էին ապրեին։ Ամեն մեկ ամեն թեթև վիրավորված մարդ ուզում էր դուրս գար, մարդիկ ուզում էին ապրեին, չգիտեմ ոնց ասեմ, ես էլ։ Բայց իմ համար ոչ մեկ չկար, որ կռիվ աներ, որ ինձ դուրս բերեն։ 3 հոգու կարային դուրս անեն ու ոնց 3-ի մեջ ես չէի մտնում, որտեղ վիրավորումս ծանր էր, ոտքերս ջարդված էր։ Եվ պիտի հանեին այն մարդկանց, ովքեր որ հնարավոր էին մոտ 5-4 ժամ նստած այդ մութ առանց լուսերը վառելու արագ այդ փոսերի միջով մեքենան որ գնար եւ ըստ բանի պատկերացնում են, որ ես չեմ կարա, բայց այդ դուրս եկածողներից մեկը, որին հնարավորություններ են ձեռնվել, որ ինքն էլ կարար դուրս գար, Նալբանդյան Վահագն էր Աբովյանից։ Ու այդ ժամանակ ես աղոթք եմ անում, ասում եմ Տեր Աստված, նյուժելի մեկը չկա, որ իմ համար առանց ինչ ճանաչելու էլ իմ համար կռիվ կանի։ Ու այդ ժամանակ Նալբանդյան Վահագը դուրս եկավ ու ասաց ես չեմ եթում իմ տեղը, թող այստեղում տարեք ծանրավիճակը։ Ոնց որ sense կռվի նման ինչ որ համոզում էր բոլորին, չէ՞ իրան դուրս անեք, ես չեմ եթում ինքն էլ վիրավորված ոտքից կամ ոտքերից չեմ հիշում։ Իմ համար ինչ որ բան արեց, որ ես այդ մեքենայի մեջ տեղափոխվեցի ու ինձ դուրս հանեցին, տարան, բերեցին ինձ Ջաբրայելի, մեկ էլ Հադրուդի մոտ հիվանդանոց կամ գոսպիտալ կար, առաջի վիրահատությունը ստե եմ անցկացրել, հետո Ստեփանակերտում, հետո արդեն Էրեբունի։ Մարդկանց թվում է, որ պատերազմից հետո ավելի հեշտ կլինի, բայց իմ համար ավելի դժվար է, որովհետև ամեն 10 վիրահատությունից հետո նորից սովորում էի քայլել։ Ամենադժվարը իմ վերականգնման ընթացքն է ու գիտեք, բոլորս հավատում ենք, բայց երբ որ հանդիպում ես մի հատվածում Աստծուն ու ինքը քեզ նորից կյանք է տալի ու ես հիշում եմ ամեն օր իմ խոստումները, որովհետև ես երբ որ ուզում եմ ջուր խմեմ, ես հիշում եմ, որ 6 ժամ աղոթել եմ, 4 օր սոված եմ մնացել։ Ես այդ ամեն ինչը միշտ հիշում եմ, ամեն անգամ ինձ հայլու մեջ նայելով իմ սպիները, որ տեսնում եմ, ես հիշում եմ, ես ով եմ եղել ու Աստծուց ինչ եմ խնդրել ու այսօր իմ տան մեջ հատուկ իրեր ունեմ, որ երբեք ու երբեք իրանց տեսնելով չեմ կարող չհիշեմ ես ով եմ եղել։
Ու ամեն անգամ ես հիշում եմ, որ ես ոչինչ էի ու Աստված ինձ կյանք տվեց։ Այդ հիշելով ես իմ մեջ կռվում էի, չէ, պիտի փոխվես Պողոս։ Պիտի փոխվես Պողոս։ Ու դա իմ ամենադժվար process-ներից մեկն է Պողոսին փոխելը։ Բայց փառք Աստծո, այսօր ահագին փոխվել եմ, հասկացել եմ, որ իմ ընտանիքի լավ լինելու համար հենց իմ փոփոխությունն է պետք, ոչ թե կնոջս օրինակ, ոչ թե հորս, ոչ թե երեխեքիս։ Վերջի վիրահատությունս անցած տարի օգոստոսին եմ իշքան հիշում եմ վիրահատվեց, ծանր վիրահատություն եմ տարել։ Ունեմ 3 վիրահատություն, բայց հələ որ չեմ ուզում վիրահատվել, ոնց որ համակերպվել եմ այս կարգավիճակից, բայց կյանքս արդեն նոր ուրիշ հունի մեջ է։ Գիտեք, այս պատերազմը ինձ ամենամեծ արժեքները հասկանալ տվեց։ Ամենաառաջինը հասկացա ով է Աստված։ Երկրորդ հասկացա ով է իմ կինը, որտեվ ինչքան էլ սիրեի պատերազմը ոնց որ ցույց տվեց, որ կինս մեծ գործոն ունի իմ կյանքի մեջ։ Ես ամիսներ տեղերիցս չեմ շարժվել ու ամբողջ ինձ ասենք ճիշտ է, ասենք սովորական բան է էսի, պարտավոր է մարդ անի, բայց ամեն մարդ չի անի։ Ու այդ հոգատարությունը, պատրաստական լինելը, բժիշկները ջղայնանում են, որ ես ասում են, արա այդքան մի տանջի էս աղջկան։ Ես էլ որ չէի կարողանում գիշերը քնել, ոտքերս տենց ցավերի մեջ, անընդհատ հանում է, ասում է օգնի ինձ թեքի էսյան, 5 րոպե չէր անցնում, ասում է հիմա էսյան։ Հասկացա իմ երեխեքի արժեքը, հասկացա ծնողիս, ընկերներիս եւ ամենակարևորը հասկացա որ առանց իմ ներկա լինելուն իմ ընտանիքի մասին չէր կարա ոչ մեկ ինձնից լավ հոգ տաներ։ Մեզ իմ համար դաս էր։ Հիմա որ նայում եմ երկինք, ասում եմ Տեր Աստված, հասկացել եմ քո դասը։ Մի հատ ինձ ապտակեցիր 10 վիրահատություն տարամ։ Հասկացել եմ, չեմ ուզում էլ որ գիտեմ ինչ ես ուզում ու քայլում եմ դեպի այդ։